գալիս եք, ասում եք ինչու են մարդիկ կալանքի տակ, ինչու խափաման միջոց այլ չի կիրառվում, որը կարող է կիրառվել։ Հիմա եկել է հարցնում եք ինչու են դրանք վարչական հսկողության տակ եւ ոչ թե օրինակ հանցագործության մեջ, սպանության մեջ մեղադրվողը կամ ուղիղ կասկածյալ ազատության մեջ է, բայց օրինակ մեր ձևով ասողը կամ սրբազանները կալանքի մեջ են։ Բազմաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը, քրեակատարական տարբեր ոչ բազմաթիվ դրսում չեն, կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց, այո, այսինքն դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետև խափանման միջոցի տեսակի որոշման հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ։ Կառավարությունում քննարկվել է Տիկին Գալյան համապատասխան ինչ-որ կառույցների եւ այլն։ Ինչ է լսեցի։ Կառավարությունում վարչապետը հետևություններից էր խոսում, դուք տեղյակ եք որևէ քննարկումից կամ գուցե մասնակցել եք։ Ոչ, ես չեմ մասնակցել որևէ նման քննարկումին։ Իսկ որ ասում եք բայց կարծում եմ, որ դուք էլ տեսել եք, որ ներքին գործերի նախարարությունը հենց դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց արդեն անցել է 1 օր, որևէ ձերբակալված կամ որևէ անձ չի հայտնաբերվել։ Սա արդյոք չի նշանակում, որ այդ աշխատանքը ամեն դեպքում արդյունավետ չի իրականացվում կամ գուցե ոստիկանությունը, նախարարությունը իսկապես աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է ուղղակի սպասենք։ Ինչքան սպասել, ի վերջո համայնքապետը դատարանի սեփական դիմաց ոստիկանության աշխատող է։ Այնքան ինչքան որ անհրաժեշտ է, որպեսզի Եվ երեք օրինակ նաև հնչում էին տեսակետներ, որ եթե օրինակ իշխանության ներկայացուցիչի վերաբերյալ անօրինը արագ հայտնաբերում են, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին անմիջապես հայտնաբերում են, տանում են դատարան, կալանքի եւ այլն, բայց երբ որ ընդդիմադիր համայնքապետը Կներեք, ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ դուք հասկացեք, պետք Ես այդպես հասկացա եւ ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի արդիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվի։ Ոգի տեսնում ենք, որ մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ տողատակային էր Տիկին Գալյան գործընկերոջը։ Ես այդպես հասկացա, որ մարդիկ օրինակ իրենց հայտարարությունների համար մեղավոր են ճանաչում, երեք օրինակ Միքայել Սրբազանը, դրանից առաջ այլ Սրբազան, Բագրատ Սրբազանը, Սամվել Կարապետյանը։ Իսկ հանցագործները, իրական հանցագործները ազատության մեջ են կամ ինչ-որ թեթև երկրում կարգավիճակում։ Քրեական օրենսգիրքն է որոշում, թե որ արարքն է համարվում հանցավոր։ Գուցե սխալ է որոշում։ Եւ շատ լավ, քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկեք եւ փոխեք քրեական օրենսգրքի դրույթները։ Տեսեք, դիմում ենք ոստիկանություն, ասում ենք ներողություն, մենք կապ չունենք հնչականն է, հետո ասում է դատախազությունն է։ Լավ, շարունակեք։ Իսկ կներեք Տիկին Չէ, Սպասեք, լավ, թող ավարտենք։ քրեական օրենսգիրքը որոշում է, թե որ արարքն է հանցավոր արարք։ Դատարանն էլ հաշվի առնելով քրեական օրենսգրքի արդեն որոշածը կայացնում է որոշում։ Հանցագործ ասելով չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին, խարդախներին կամ չգիտեմ, թմրամիջոց վաճառողներին տարբերակում միանշանակ կա եւ այդ տարբերակումը տեղ է գտած հենց քրեական օրենսգրքում սանկցիաների մեջ է տարբերակ փակված։ Դա է ամբողջ խնդիրը։ Պոտենցիալ մարդասպաններ կեն անուններով կարող եմ ձեզ ուղարկել, որ կամ վարչական հսկողության տակ են, կամ տնային, կամ դրսում են առասարակ, կամ չգիտեմ, ինչ գրավով ազատության մեջ են։ Ու այդ մարդիկ էլի ի վիճակ են վերջերս տնային կալանքի մեջ գտնվող մարդը որտեղ Աջափնյակում կարծում ներողություն մարդ սպանեց էլի։ Հա, Երևանիում մարդ սպանեց, դա ո՞նց հասկանա։ Տնային կալանքի մեջ գտնվող 900 անձ կա։ 1600-ից ավել անձ այժմ գտնվում է կալանքի տակ անազատության մեջ եւ պահվում է քրեակատարական հիմնարկներում։ Այդ մեծ բազմությունից հնարավոր են դեպքեր, երբ
ըստ մեր պլանավորածի կամ ցանկացածի իրադարձությունը տեղի չունենա կամ տեղի ունենա հակառակ բան։ Ես չեմ ասում, որ դա լավ է կամ դա այդպես պետք է լինի, բայց մենք չենք կարող մեզ այո, եւ մաքսիմալ բացառում ենք եւ հետեւաբար դուք խոսում եք բացառություններից։ Եվ բացառությունը հաստատում է օրինաչափությունը։ Շատ լավ է, որ ձեր ուշադրությունը հրավիրված է բացառությունների վրա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր ուշադրությունն էլ է այդ բացառությունների վրա հրավիրված եւ մենք փորձում ենք մինիմալ դարձնենք այդ բացառությունները, ընդհուպ մինչև բացառենք այդ բացառությունները։ Կարող ենք կանխել բարակայել դեպքը։ Եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հնարավոր էր արդյոք կանխել, հա, այս ողբերգությունը, հաշվի առնելով, որ օրինակ Մերձաբանում մի քանի անգամ հարցին նախաքննությունը կպատասխանի, գուցե եւ հնարավոր էր գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Տեսեք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել եւ դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում է։ Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Ասում եմ, եթե օրինակ համայնքապետին են գնդակահար հասարակ քաղաքացու նկատմամբ կարան ավելի դժվար խոսել մենք չգիտենք, նոր չկայք դուք, ես այդ մասն էի խոսում, մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս մարդիկ գուցե եւ իրենց աշխատանքում թերացել են։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք ոչ թե պետք է նայենք 1-2 դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, խոսքը նրա մասին չէ, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով որ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնում, եթե համեմատենք եւ տարածաշրջանի երկրների հետ եւ այլ արտասահմանյան երկրների հետ։ Այս պահին իհարկե ոչ, որովհետեւ ես ձեռքից տակ չունեմ վիճակագրական տվյալներ, բայց կարող եք ինքներդ կներեք այս իշխանությունը մշտապես հղում է անում նամբեո ինչ որ վերլուծություններ տվող կազմակերպության, որի նկատմամբ վստահություն չկա։ Դուք սրա վրա եք Չէ, դուք կարող եք Արմստատից վերցնել վիճակագրություն հանցավորության վերաբերյալ եւ այլ պետությունների պաշտոնական վիճակագրական կայքերից վերցնել համապատասխան թվական ցուցանիշները եւ կատարել համեմատություն, ընդ որում եթե դա անելու եք, կցանկանայի, որ ուշադրություն դարձնեք հանցագործությունների տեսակին մեր երկրում որպես կանոն, ես չեմ ասում սա որպես լավ երևույթ, բայց ընդհանուր հանցագործությունների վիճակագրության մեջ 50 եւ ավել տոկոսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այսինքն անձանց դեմ ուղղված հանցագործությունները կյանքի առողջությունը վտանգող հանցագործությունները բավականին քիչ են մեր երկրում։ Դիքի նախարար կներեք, դուք մի միտք արտահայտեցիք, ասեցիք պետությունը չի կարող բոլոր հանցագործությունների կանխման հետքերով գնալ։ Չէ, կանխման հետքերով չգնալ, կանխել։ Կանխել, դուք չեք կարծում սա վտանգավոր է, որովհետև կարող է սա վախի մթնոլորտ նույնիսկ առաջացնել երկրում, որ մարդիկ առիթավորվեն, որ պետությունը մեկ է ամեն ինչի հետևից չի կարողանում գնալ, լուծենք մեր հարցը։ Պետությունը ամեն ինչի հետևից պետք է գնա բացահայտելու նպատակով եւ պետք է բավարար ջանք գործադրի, որպեսզի կանխվեն, բայց օբյեկտիվ իրականության մեջ կկանխվեն բոլոր հանցագործությունները, թե ոչ, ըստ քաղաքացին ինձ թվում է միամիտ չէ, ժողովուրդ եկեք մեզ վարդագույն ակնոց կարծում եմ ոչ ոքի աչքերին չկա եւ քաղաքացիները ինչ վիճակ գուցե Տիկին նախարար, տեսեք, քաղաքացիները, չէ, հարգելի լրագրողը երեկվա իմ կարմիր պիջակի հետ կապված է դիտարկում անում, որը կարծում եմ ամենամեծ խնդիրն է այս ամենի մեջ։ Տեսեք,
Իհարկե, պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները եւ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը եւ այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջեւ, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատուն նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Այսինքն սա երկար եւ անընդհատ process է եւ քաղաքացին կարծում եմ խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետեւ մինչ այս պահը ամեն դեպքում համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են, կան եւ ես քանի որ վարդագույն ակնոցների մասին շատ խոսեցի, չեմ կրում այդ ակնոցները եւ մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ նաեւ լինելու են։ Իսկ պաշտոնանկություններ չպետք է լինեն տիկին։ Դա հարցրեցին։ Փաշինյանը արդեն կարծես մեղավորության սլակներ է ուղղում։ Ես չգիտեմ, չէ, քիչ առաջ ես նշեցի, որ քանի դեռ եւ քանի որ դեպքի հետ կապված մենք որևէ մանրամասնի չենք տիրապետում, հետևություններ անել չենք կարող եւ հետեւաբար չեմ կարող ասել պաշտոնանկություններ կլինեն թե չեն։ Բայց Փաշինյանը արել է այդ հետևությունները, տիկին Գալյան։ Ես չեմ կարող։ Արդեն ոնց որ վերդիկտ է կայացնում։ Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել։ Ես չեմ կարող հետևություններ անել եւ այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետևություններ անեմ։ Որ ամեն այսպիսի դեպքից առաջ Ազատի դեպքը, չգիտեմ, Սուրմալ ունես մեկը, Նիկոլ Փաշինյանը իր դիրքից ելնելով, չասեմ չարաշահելով, գնահատականներ է տալիս, որը կարծես ուղղորդում է իրավապահ մարմիններին, թե ինչպիսի ընթացք պետք է ստանա քրեական գործը։ Դե ասեմ, ասում ով է մեղավոր, միանգամից մեղավորներ է նշանակում։ Ազատի դեպքով էլ պես արեց, ասում չէ, սա պայթյուն է, այն մյուսը չգիտեմ դիտավորությունն է, մյուսը վարկածներ է առաջ քաշում։ Որոնք ուղղորդում են, իր գիտություն են ստանում։ Վարկածը յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ Կներեք 1000 անգամ, բայց եթե դա վարչապետն է ասում, կներես վարչապետն է ասում դա։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջադրված վարկածները օբյեկտիվ իրականությունից շեղում ունենան։ Այսինքն, եթե մենք պայթյունի ձայնը լսել ենք, եղել է պայթյուն, ասել, որ եղել է պայթյուն, դա դառնում է վարկած։ Ազատի դեպքի հետ կապված վարչապետը մանրամասն ասում էր, որ վառարանն են փորձել վառել, բենզին են օգտագործել։ Իրեն տրված չի նախաքննական։ մի բան էլի հարցնեմ, մեր կառավարման համակարգը կարծում եմ դուք լավ պատկերացնում եք, թե ինչպիսինն է։ Ներքին գործերի նախարարությունը ում ենթակայությամբ է գործում։ Ինչի մաս է կազմում, այսպես ասեմ։ Ինչի մաս է կազմում, կառավարության, չէ։ Ներքին գործերի նախարարությունում քրեական ոստիկանությունը, որ կար կամ հիմա որոշ մասով գործառույթները պահ, մի րոպե, կամ նույն տեղեկությունները, որ կարող են համանման տեղեկություններ տրամադրվել օրինակ ազգային անվտանգության ծառայության կողմից, ում ենթակայությամբ է գործում։ Բայց ինչի՞ որ ձեր հարցում ենք ասեք նախաքննություն Պարզ չէ, որ որովհետև ո՞նց ենք ասում։ Մի րոպե, որովհետև օպերատիվ հետախուզական մարմինները իմ ենթակայության տակ չեն գործում։ Ես ոնց կարող եմ իմանալ տեղեկությունները։ Նախաքննությունը առաջի օրը ոնց է ինքը գնահատականներ տալիս։ Ոնց է ինքը վարկած առաջ քաշում։ Մենք հիմա քննարկում ենք վարչապետը ինչը ոնց է անում։ Ես առաջարկում եմ իրեն ամեն անգամ հարցնել, ինչը ոնց է անում։ Տիկին նախարար երրորդ հանրապետության էջը փակել եւ լավ, հետո կգործի։ Խաղեմ նախկիններին գնա։